Արդյոք իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվել է թե ոչ, որովհետև տևական ժամանակ է խոսում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ուղղորդումներ են իրականացվում, որպեսզի նրանք դպրոցի ուսանող տնօրեններ, ուսուցիչներ գնան հավաքների մասնակցեն եւ տարբեր կասկածանքներ կա նաեւ իշխող թիմի նկատմամբ։ Արդյոք այդ գաղտնալսումները նվիրես նկատմամբ իրականացվում։ Գիտեք ինչ է բացառ։ Հարգելի լրագրող, ես ձեր հարցին արդեն մեր նախորդ հարցադրման շրջանակներում պատասխանեցի, որ վարչական ռեսուրսի հետ կապված գործառույթների իրականացումը չի մտնում հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների մեջ։ Ձեր մյուս հարցադրմանն էլ եմ ըստ էության պատասխանել այն շրջանակում, որ մեր գաղտնալսման հիմքը դա օպերատիվ աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են, որ այս կամ այն քաղաքացին կամ այս կամ այն ուժը բաժանում է ընտրակաշար կամ ստանում է որևէ քաղաքացի ընտրակաշար, այդ շրջանակներում է հիմքը սկսվում, որը հետագայում դառնում են արդեն գաղտնի ծառումներ։ Իսկ ներողություն եմ խնդրում, ունեք որևէ տեղեկություն ունեք, մենք հիմնականում գիտեք, որ ուժերի հետ կապված ենք ընտրակաշարքի սխեմաներ բացահայտել, իսկ ձեր մոտ հարց չի առաջանում, բա ինչի այս դեպքում մյուս 15 ուժերի կամ չգիտեմ 16 ուժերի հետ կապված որևէ բացահայտում չունենք, որտեղ դուք ինքներդ չեք ստանում նաև այդ տվյալները։ Կասեք, որ ուժերն էին ի վերջո այդ ընտրակաշարքի բացահայտումները։ Ուժեղ Հայաստան։ Երեք ուժերի մասին է խոսքը՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան Դաշնային կուսակցությունները։ Եվ այդ ձայնագրությունները, որոնք հրապարակվում էին, հաճախ այդ ձայնագրությունների մեջ կային խոսակցություններ, որոնք ամեն դեպքում հասկանալի չի, թե դա գործի համատեքստում ինչ նշանակություն ունի, օրինակ ինչ որ մեկի շալվարի շուրջ քննարկումը, ինչ որ այս կենցաղային զրույցները հրապարակելու նպատակահարմարությունը ինչու՞ն է կապված ինչ որ պիտակավորումներ։ Դա ինչով է դա։ Ես ճիշտ ասած չկա որևէ ձայնագրություն ու տեսագրություն, որտեղ որևէ հատված լինի, որը վարույթի հետ առնչություն չունենա։ Դրանք հրապարակվել են, որպեսզի հանրության մոտ որևէ կասկած չառաջանա, որ խոսքը այս կամ այն քաղաքական ուժի մասով է եւ խոսքը ընտրակաշարքի միջոցով ստացված գումարի տնօրինման կամ հավաքներին գումարով ներգրավման մասին, այսինքն որևէ ձայնագրության հատված, որ դուք լսում եք, խնդրում եմ ամբողջությամբ մեջ լսել եւ կհասկանաք, որ այստեղ այդ ձեր նշած կտորները իրականում էական ազդեցություն ունեն, որովհետեւ մենք հանցակազմը գնահատենք։ Ընդհանրապես կաշառք բաժանվել ձեր կարծիքով ընդհանուր ուժերին, որ դեր կոմիտեում կա գործ։ Ընդհանուր դու կարող եք որոշակի թիվ ասել, որքան կաշառք է բաժանվել այս ընթացքում։ Այս բան հատուկ վիճակագրություն այդ մասով չենք վարել, հավանաբար երբ որ առաջիկայում մենք մեր բացահայտումները ավարտենք, այդ ժամանակ կամփոփենք եւ կունենանք որոշակի թվային տվյալներ, որոնք մանրամասն կներկայացվի հանրությանը։ Պարոն Հապետյան, կներեք, դուք մի տեսանյութ հրապարակել ձեր ծառայությունը, որտեղ նշում եք, որ այլ պետությունից եկած անձը, ընտրակաշարքով եկած անձը ձերբակալվել է, թե կալանավորվել է, բայց պետության անունը չէիք ասում, որ երկրից էր եկել։ Եթե չեմ սխալվում, պետության անունը շեշտվել է հաղորդագրության մեջ, բայց կարող եմ ասել Ռուսաստանի Դաշնությունը, Եվ ով էր ուղղորդել իրեն, ձեզ համար դա պարզ է։ Քննություն ենք անում, այդ քերական վարույթով նախաքննությունը դեռևս չի ավարտվել եւ առաջիկայում երբ որ ավարտի նորից կիրազեկենք ձեզ։ Մի բան էլ ճշտեմ, Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ նվիրեց մանկատան սաներից մեկին եւ դա դիտարկվեց որպես բարեգործության արգելքի այդ բանի կարգի խախտում եւ զուգահեռներ տարվեց Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի հետ, ով ավելի վաղ հերոստացույց էր խոստացել նվիրել, ինչպես ստացվեց, որ այն դեպքում նա խոսք էր տվել հերոստացույցը չհասցրեց նվիրել քրգործը հարուցվեց, բայց քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչը ֆոտոխցիկը նվիրեց եւ վարույթ չհարուցվեց։ Գիտեք ինչ, այս ծեր նշած դեպքի մասով ես կարող եմ նաև համեմատական իրականացնել զուգահեռներ տանել նաև Թալինի համայնքի ղեկավարի Տավրոս Սապյանի դեպքի մասով, որպեսզի նաև հաջորդ հարցադրումը այդ մասով չհնչի։ Տարբերակումը հետևյալն է, երբ որ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմնի օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ, այդտեղ ու նաև համապատասխան ընթացակարգերի պահպանման իրականացված գործառույթների իրականացման, այդտեղ խոսք չի կարող լինել բարեգործության մասին առհասարակ եւ առավել եւս բարեգործության արգելքի օրենսդրական խախտման հետ, որտեղ մենք դիտարկում ենք, որ այդ
գործառույթները կամ այդ նվիրատվությունը, որը իրականացվել է, դա իրականացվել է ոչ թե որպես կուսակցության անդամ, ոչ թե որպես քաղաքական ուժի անդամ, այլ որպես պաշտոնյա, ով օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորությունների շրջանակում ունի որոշակի գործառույթներ։ Օրենքով բարեգործական հիմնադրամի մասով հստակ արգելքներ կան, եթե քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, ապա բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունի, չի վերաբերվում ըստ մեր հաշվի առնելով, որ վարչապետը օրը մի քանի հայտարարությամբ իրավապահներին հրահանգներ է իջեցնում, թե ինչպես վարվել, գուցե կաշկանդված եք անդրադառնալիս։ Իսկ դուք այդ հարցադրումը տալուց ինչի չեք, որ օրինակ նախկինում որ նույն բարեգործության արգելքի հատկանիշներով քերական վարույթ ենք նախաձեռնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի նկատմամբ, կիրառել ենք անազատության հետ կապված խափանմիջոց եւ վարույթ ուղարկել ենք դատարան, կարող եք դատարանում ցանկանալ։ Շաբաթի դեպքը նկատում եք, բայց դա շատ ակնհայտ է։ Ոչ մի ձև բան չէ։ Հիմա ես էլ բացատրում եմ ձեր հարցադրման այդ մի օրինակով դուք ուզում եք մի օրինակով եւ նաեւ կթողնեք պատասխանեմ հարցադրմանը, եթե նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի մոտեցումն է, որ նաեւ իրավական առումով օրենսդրությունից բխող բանջն է, որ եթե խոսքը վերաբերվում է պաշտոնյային, ով իր պաշտոնական գործառույթներն է իրականացնում, այդ մասով մենք չենք կարող ասել, որ կա բարեգործության արգելքի խախտում։ Հակառակ մեկնաբանման պարագայում ցանկացած պաշտոնյայի գործառույթ մենք դիտարկելու ենք բարեգործության արգելքի խախտման տակ, քանի որ ինքը ամենօրյա ռեժիմով իրականացնում է լիազորությունները, որոնք ուղղված են համայնքի շահերից եւ որ Փաշինյանի հայտարարությունները պարբերաբար իրավապահներին ուղղված։ Ինչպես եք վերաբերում այդ հայտարարություններին, դա առհասարակ չի կաշկանդում ձեզ աշխատել անկախ ազատ գործել։ Օրինակ, երբ որ ասում եք կզսնելու եմ, ունե զրկելու եմ, բոմժ եմ դարձնելու այս երեք ուժերին, արդյոք սա արդեն ուղղորդում չի ձեզ, որպեսզի դու գնաք այդ երեք ուժերին։ Իրավապահների մասով որևէ ուղղորդում ես չեմ նկատել։ Երեք ասում եք, որ բոլոր ընտրակաշառատունները պետք է պատժվեն եւ նույնիսկ ժամկետ էր նշում, թե ինչքան պետք է նստեն բանտում։ Ես քաղաքական հայտարարությունների հետ կապված մեկնաբանություններ նախ ինձ չի կարող կաշկանդվել նաև այն մասով, որ ես դատավորը չեմ եւ ես չեմ կարող որոշել թե որ մեղադրյալը ինչ ժամկետով պետք է պատժ կրի։ Այդ մասով առնվազն ես կաշկանդված չեմ։ Բայց քրեական գործը հարուցելու եւ գործի հիմնավորումներ գտնելու մասը ձեր տիրույթում է։ Մեր պարտականությունն է հանցագործության դեպք հայտնաբերել, այդ դեպքերով կատարել նախաքննություն եւ ապացույցներ հավաքել կամ մեղավորության կամ անմեղության վերաբերյալ։ Եվ դա մեր գործառույթն է, որը մենք իրականացնում ենք։ Չի դարձել, այսպես ասած, գործի կամ մահակ նախընտրական շրջանում ընտրությունների ժամանակ իշխանության համար։ Այսինքն դուք ստացվում է դուք մահակ եք դարձել ընդդիմադիրներին ճնշելու, կաշառքներ ինչ-որ բացահայտելու նախընտրական հեն բուն շրջան, որովհետև ես դրա համար ասեցի, որ շրջանում են բացահայտվել այդ ձայնագրությունը, որովհետև դուք նախընտրական շրջանում եք այդ ամեն ինչը իրականացել։ Ստացվում է դուք որպես կոմիտե կառույց մահակ եք դարձել ընդդիմության համար։ Մենք մահակ ենք հանցագործների համար։ Մենք որևէ ուժի, որևէ իշխանության ոչ քարոզություն ենք անում, ոչ հակակարոզությունը մենք պայքարում ենք հանցագործությունների դեմ եւ ձեր հարցադրումը ըստ էության տեղին չի, որտեղ մենք ամեն հանցագործության դեպքով հրապարակել ենք ձայնագրություն եւ եթե լսեք ուշադիր այդ ձայնագրությունները կհասկանաք, որ որևէ քաղաքական ազդեցություն այդ դեպքերի բացահայտման առումով չկա, կա ընդամենը փաստական հիմնավորումներ, ձայնագրություններ, որոնք լսելու դեպքում որևէ անկողմնակալ դիտորդի մոտ որևէ այլ կասկած չի կարող առաջանալ։ Իմ քայլը հիմնադրամի հետ կապված ինչ կներեք, իմ քայլը հիմնադրամի հետ կապված ինչ կասեք։ Բյուջեով նախատեսված չէր ընդհանրապես 26 թվականին թոշակների բարձրացում եւ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը թոշակները բարձրացրեց։ Արդյոք դա ընտրական շարքի դիտարկում, ընտրական շարք չի դիտարկել որպես այս հարցադրումը առացարակ դուրս գա օրակարգից, ես կպատասխանեմ, որ ընտրակաշառքը որպես այդպիսին, որպես քերաիրավական տերմին, դա այն է, երբ որ ընտրողին կոնկրետ գումար են տալիս պայմանով, որ ինքը գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Հիմա եթե թոշակների համատարած բարձրացում է լինում, այդ դեպքում պայմանը որտեղ է, որ քաղաքացին պետք է գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։
Այսինքն նման պայման եթե դուք ունեք հիմնավորած կամ ունեք տվյալ, ներկայացրեք այդ տվյալը։ Ձայնագրությունները, որ հրապարակվում են, ամեն դեպքում այդ ցուցմունքներից կարող եք հիմա ասել, օրինակ իրենք ասում եմ, թե ամենաբարձր օղակը, որից այդ ընտրակաշարք բաժանելու process-ը կազմակերպել է, ուր է միջև հասնում եւ այդ հրահանգները որտեղից են իջեցված եղել։ Օրինակ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի անունները հնչեցվել են որպես այդ ամբողջ process-ը համակարգող։ Այդ հարցին արդեն իսկ պատասխանեցի, մենք մեծ մասով քերական վարույթներով իրականացում ենք քննություն, շատ դեպքերում նաեւ հրապարակել ենք կոնկրետ նաեւ տվյալներ, թե այդ ընտրակաշարքի սխեման ֆինանսավորման առումով միջև ուր է բարձրացել եւ ում նկատմամբ մենք նաեւ միջնորդել, որպեսզի հետապնդումներ հարուցվեն կամ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմեն մեր գործընկերները, որպեսզի անձեռնմխելիության հարց քննարկվի։ Նրանք պարբերաբար ամենօրյա ռեժիմով ոչ միայն ամենօրյա ռեժիմով դրանց մասին պարբերաբար հաղորդագրություններ եւ մամլո հրապարակումներ ըստ էության տևում են։ Ուղղակի ճշգրտում եմ, Դավիթ Ղազինյանի հետ կապված, Ղազինյանն ասում է, եթե ընտրակաշարքի դեպք իրեն վերագրում եք, ասում են ամենը հավաքարարի խոսակցություն էր մոնտաժված, ներկայացված։ Այսինքն ինչու օրինակ Ղազինյանի հետ կապված որևէ ձայնագրություն չկար, որ հավաքարար, ասում են ամենը շտաբի հավաքարարի խոսակցություն է հրապարակել հակակոռուպցիոն կոմիտեը։ Իսկ ըստ ձեզ քերական հետապնդման կամ ապացույցների համար պարտադիր է, որ այն անձի խոսակցությունները լինեն, ում նկատմամբ հետապնդումը հարուցվում է, բնականաբար ոչ, ու բազմաթիվ վարույթներ ունենք, երբ որ անձանց ենթադրյալ հանցագործությունը հիմնավորել ենք այլ ապացույցներով եւ ոչ թե տվյալ անձի ձայնագրությամբ կամ խոսակցությամբ։ Նույն իրավիճակը այստեղ ունենք ու մենք գտնելով, որ ունենք ապացույցների բավարար համակցություն, համապատասխան միջնորդությամբ դիմել ենք դատախազությանը, որպեսզի դատախազությունը իր հերթին դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ես որքան տեղյակ եմ այդ դիմումը ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ իմ քայլ հիմնադրամի հետ կապված ուսումնասիրություններն ինչ եղավ, վարույթ հարուցելու հիմքեր գտաք թե ոչ։ Ոչ, ուսումնասիրությունների արդյունքում քերական օրենքով նախատեսված որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշներ չեն հայտնվել։ Որովհետեւ վարչապետի հետ էր փոխկապակցված դրա համար։ Դա հիմք է հանդիսացած ես համար։ Չեմ լսում դες։ Ասում եմ, որովհետեւ հիմքեր չգտաք, որովհետեւ վարչապետի ընտանիքի հետ էր փոխկապակցված։ Դա ձեր գնահատականն է, ես իրավական առումով ասում եմ, որ իրավական առումով հիմքեր չունենք, որպեսզի մենք որևէ դեպքի առումով նախաձեռնենք քերական բարոյը հայտնի դառնալուց հետո անգլերենի դասընթաց է։ Եվ վերջին հարցը խնդրում եմ, եթե ունեք չի ասոցացում իմ քայլի հետ։ Դուք եք այդ կարծիքը կիսում։ Եթե անգամ ասոցացում է, ես եթե անգամ ասում եմ, եթե անգամ ասոցացում է, դա իրենից ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանք եւ չի գտնվում հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում եւ բնականաբար այդ ասոցացման հանգամանքը հաշվի առնելով, եթե չեմ սխալվում, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությանը վերաբերելի հարց այստեղ չունենք իմ քայլի հիմնադրամի հետ կապված, որտեղ մեր քերական օրենսգիրքը հստակ տարանջատում է, թե որ սուբյեկտներին է վերաբերվում բարեգործության արգելքի խախտման հանցակազմի առկայությունը եւ հիմնադրամի այս քննարկող դեպքում իմ քայլի հիմնադրամի մասով այդ հանցակազմի առնվազն սուբյեկտի մասով հատկանիշները չունենք։ Շնորհակալություն եւ վերջին հարցը խնդրում եմ։ Դուք որքան էլ ասում եք աշխատված չեք, ամեն դեպքում ամբիոնից Փաշինյանը հրահանգել է, որ պետք է ունեզրկվեն 3 այդ հարցին արդեն պատասխանեցի, խնդրում եմ։ Ընտրակաշարքի մասով եք պատասխանել, ես այլ հարց եմ տալիս, ասում որ հրահանգ է հնչեցվել, որ նրանք պետք է ունեզրկվեն, բոմբ դառնան եւ այլն նման ձևակերպումներ։ Մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում գործողություններ են սպասում։ Մենք կարող ենք ենթադրել, որ առաջիկայում մենք գործողություններ կիրականացնենք ընտրական բնույթի հանցագործություններով, կունենանք նոր բացահայտումներ առանց որևէ հրահանգի, զուտ իրավական պրոցեսներով եւ հակակոռուպցիոն կոմիտեի կամ այլ իրավապահ մարմինների բացահայտումներով եւ դրան ականատես կլինենք։ Որևէ քաղաքական հրահանգ ուղղորդում չի կարող ազդել մեր գործողությունների ու մեր միջոցառումների վրա։ Շնորհակալություն։ Որ եկաք, պարոն Նահապետյան։